Եկեղեցականի վեղարով հանդես եկող այս ստահակը ու իր աջակիցները որոշել էին Հայաստանի Հանրապետությունում տերորիզմի միջոցով իշխանություն զավթել, որի համար պետք է օգտագործեին մի քանի գործիք։ Առաջինը ձևական փողոցային շարժում մոտ 500 հոգանոց, հետո մետաղական աստղիկների միջոցով պատահական մարդկանց մեքենաների ակերի ծակում, ոստիկանության, կառավարության, շենքերի վրա հրարձակող ինչ-որ միջոցներով կրակի բացում, 25 հոգանոց 100, 200, 300, չեմ սխալվում, նույնիսկ 500 խմբերի կազմում, որոնք պետք է հաշվի արդարտեցնեին իշխանության ներկայացուցիչների հետ, ամբողջ հանրապետությունում համացանցի անջատում, շատ կարևոր դրվագ էլեկտրամատակարարման անջատում ոստիկանության եւ մնացած շինություններում, հանրապետությունը ներգրավել տերորի մեջ, հասնել ինչ-որ մի գործողության, այդ 25 հոգանոց ջարդար խմբերը, որոնց կազմում կային նաև ղարաբաղցիներ, պետքա ջարդեին, սպանեին ու մերցնեին մարդկանց, այս ստահակներն էլ այդ ընթացքում պետքա գային իշխանության, հետո էլ արդեն պատերի տակ մարդ պետք է գյուլեին։ Հիմա կգնաք ու արևի լույսը ճաղավանդակի հետևից կտնեք, այսինքն ճաղավանդակային զագար կընդունեք տարիներ շարունակ ու նոր կիմանաք, թե ինչ է նշանակում տերորիզմ բերել Հայաստանի քաղաքական դաշտ։ Մի անգամ եք հաջողել հոկտեմբերի 27-ին ձեր էժան տերերի հետ, որ երբեք չեք հաջողել։ Կորելու եք Հավիցյանս։